2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հրաժարական տվեցին Միացյալ Նահանգներում, Նիդերլանդներում, Բուլղարիայում Վրաստանի դեսպաններն ու փոխարտգործնախարարը։ Պատճառը այն էր, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը համարեցին հակաեվրոպական։ Երկրի իշխանությունը հայտարարեց մինչև 28 թվականի վերջը օրակարգ չդնել Եվրամիության հետ անդամության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Վրաստանի կառավարությունը ճիշտ է անում թե սխալ է անում, որ կողմ է ուզում գնալ, դա իրենց գործն է, բայց պատկերացնում եք, որ ընդունված բան է, որ իշխանական քաղաքականությանը դեմ լինեն պաշտոնյաներ եւ հրաժարական տան, սկզբունքայնություն ցուցաբերեն, չկարչեն աշխատանքից, պարգևավճարից, սկզբունքներին դեմ չգնան պաշտոնի խաթր։ Միացյալ Նահանգների ազգային հակահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական տվեց բողոքելով Իրանի դեմ պատերազմի դեմ։ Ասում էր Իրանը մեր երկրի համար անմիջական սպառնալիք չէ, մի զոհեք մեր զավակներին, մի վտանգեք մեր ֆինանսներն ու բարեկեցությունը։ Այսքան փոփոխական քաղաքականություն եւ այսքան սխալ արտաքին, ներքին, պաշտպանական, տնտեսական եւ այլ քաղաքականություն քան մեզ մոտ է, աշխարհում չկա, բայց ցույց տվեք մեկին, որ ասած ես համաձայն չեմ այս քաղաքականության հետ, դուրս եմ գալիս։ Բոլոր դեսպանները համաձայն են այս դատարկախոս արտաքին քաղաքականությանը։ Պրոֆեսիոնալներ կան, չէ՞, իրենց մեջ, բայց մի հոգու ցույց տվեք, որ իր դիվանագիտական պրոֆեսիոնալիզմը չի գցել ոտքի տակ, հանուն իր աշխատավարձի, պարգևավճարի։ Ոնց որ տպավորություն է, թե գլուխները առել, փախել են ուղակի։